Ինչ է մսաղացը։ Մսաղացը խոհանոցային գործիք է, որը նախատեսված է մսամթերքը մանրացնելու աղալու եւ դրանից ֆարշ աղացած միս ստանալու համար։ Այն հնարավորություն է տալիս տնային պայմաններում պատրաստել թարմ որակյալ աղացած միս վերահսկելով բաղադրությունը եւ մանրացման աստիճանը։ Հիմնական տեսակները՝ ձեռքի մեխանիկական մսաղաց, սկզբունքը, ավանդական, ամրակայվում է սեղանին եւ աշխատում է բռնակը ձեռքով պտտելու միջոցով։ Նպատակը՝ հարմար է փոքր քանակությամբ միս աղալու կամ այն պայմաններում, երբ էլեկտրականություն հասանելի չէ, հայտնի է իր հուսալիությամբ։ Էլեկտրական մսաղաց նպատակը՝ անփոխարինելի է մեծ քանակությամբ միս արագ աղալու համար։ Ժամանակակից է, խնայում է ժամանակը։ Ավելի հարմար է օգտագործել եւ ավելի լավ է միսը մանրացնելու համար։ Հարիչ՝ ձեռքի էլեկտրական սարք, որը նախատեսված է հեղուկ կամ կիսարհեղուկ բաղադրիչները խառնելու, հարելու եւ փոքր քանակությամբ խմոր հունցելու համար։ Առավելությունները՝ հարմար է եւ կոմպակտ, կարող եք օգտագործել ցանկացած ամանի մեջ եւ ցանկացած վայրում։ Ստացիոնար հարիչ։ Այս տեսակի հարիչները նախատեսված են պրոֆեսիոնալ կամ մեծածավալ խոհանոցային աշխատանքների համար եւ դրանց գործառույթներն ու հնարավորությունները շատ ավելի լայն են, քան ձեռքի հարիչինը։ Համեմատական ամփոփում։ Երկու սարքերն էլ ունեն նույն հիմնական նպատակը՝ հարել եւ խառնել, բայց տարբերվում են իրենց հզորությամբ եւ ծավալով։ Փոքր աշխատանքների համար ընտրեք ձեռքի հարիչը, բարդ եւ երկարատև գործընթացների համար ընտրեք ստացիոնար հարիչ։ Սառնարան նպատակը՝ պահպանել սնունդը կարճ եւ միջին ժամկետով, աշխատանքային ռեժիմը, պահպանում է ցածր ջերմաստիճան, որը մնում է սառչելու կետից բարձր, դանդաղեցնելով մթերքները փչացնող մանրէների աճը։ Սառեցման սկզբունքը՝ համակարգը կլանում է ջերմությունը խցիկի ներսից եւ արտանետում այն դուրս։ Սառցարան նպատակը՝ երկարաժամկետ պահպանել սնունդ ամիսներով կամ ավելի երկար, աշխատանքային ռեժիմը, պահպանում է շատ ցածր ջերմաստիճան։ Սառեցման սկզբունքը՝ շատ ցածր ջերմաստիճանը ամբողջությամբ կանգնեցնում է մանրէների աճը եւ ֆերմենտների ակտիվությունը, ինչը թույլ է տալիս պահպանել սննդի որակը երկար ժամանակ։ Գազոջախ։ Գազոջախը կերակուր պատրաստելու ամենատարածված եւ ավանդական մեթոդներից է։ Այն օգտագործում է այրվող գազի բոցը ուղղակիորեն տաքացնելու կաթսաներն ու թավաները։ Անմիջական կարգավորում։ Բոցը անմիջապես տեսանելի է եւ ջերմաստիճանը կարելի է ճշգրտորեն եւ ակնթարթորեն փոխել, պտտելով բռնակը։ Սալոջախ։ Սալոջախները ժամանակակից խոհանոցների անբաժանելի մասն են, որոնք առաջարկում են տարբեր տեխնոլոգիաներ, հարթ եւ հեշտ մաքրվող մակերեսներով։ Աշխատանքի սկզբունքը՝ տաքացումը տեղի ունենում դիմադողական տարրերի սպիրալների կամ լույսի ճառագայթների միջոցով։